Նախ Օնոջան, Սվենյան նտարը եկեք մի կերեք, ես հասկացա, որ նիկոլական բլոգերներից ոչինչով չես տարբերվում, նտարը կորցրել ես, ես չեմ ասում դու ընդդիմադիր ես խաղում, ես ասում եմ մենակ, միայնակ ընդդիմադիր մի խաղա, ես հասկացա, որ դու ին վիդեոն էլ չես հասկացել, ես ասում եմ սուտ մի ասա, որ դու հզոր Հայաստանի կողմից չես, միայնակ ընդդիմադիր ես խաղում, հիմի լսենք քո բառերը, եղբայր, հիմի լսենք քո բառերը ու ցույց տամ քո վիդեոներով դու ինչ ես ասել, հիմի ինչ ես ասում։ Սվեյան, այսպես Լիան Սվեյան, այսպես Լիան Սվեյան հայացքները պահելու եմ ու իմ էջում ուժեղ Հայաստան կուսակցության հետ կապված որևէ ռիլ թող ոչ մեկի չխանգարի։ Ես չեմ հրաժարվում, որ ես աջակցել եմ ուժեղ Հայաստան կուսակցությանը, դա չի լինելու։ Չեք լսելու որևէ մի տեղից, որ ես հրաժարվեմ, որ ես աջակցել եմ ուժեղ Հայաստան կուսակցությանը։ Հա, իմիջայլոց, հիմա լսում ենք այդ նույն բառերը, որ մի քանի օր առաջ են, որ Կարեն Արայանը ինչ-որ բաներ քեզի արել, ու դրանից հետո շատ մարդիկ իմ հետ կապի դուրս եկան, որ օգնիր Օնոյին, ես էլ չօգնեցի Օնոյին, այդ ձայնայիններն կարամ հանեմ դնեմ, խնդիր չունեմ, ես չօգնեցի ասելով, որ Օնոն կյանքում հզոր Հայաստանից դուրս չի գալու, ես ճիշտ էի, այդ ինձ դիմողները սխալ, հասկացար հիմի, որ դու ուժեղ Հայաստանից ոչ միտեղ չես գնալու, այսքան։ Սիրելի հայրենակիցներ, մի շատ կարևոր հայտարարություն ունեմ անելու, այս պահից սկսած որոշում եմ կայացրել, որ չեմ աջակցելու էլ ուժեղ Հայաստան կուսակցությանը, բայց մնում եմ իմ ընդդիմադիր հայացքների մեջ։ Ժողովուրդ ջան, այս թեմային երկրորդ անգամ եմ անդրադառնում, ու էլ չեմ անդրադառնալու, համ խնդրում եմ, համ պահանջում եմ, իմ ու Կարեն Արայանի մեջ ծագած խնդրի շուրջ, թե կոմենտներով, թե եթերներով, չինքնահաստատվեք, ամեն մեկը ձեր գործերին եղեք, ամեն մեկը խնդիր ունեք, զբաղվեք ձեր խնդրով, իմ ցավով, Կարեն Արայանի ցավով մի տառապեք, սխալ եմ արել, սխալիս համար ներողություն եմ խնդրել, ինչ մի ոգևորվել եք, ինչ ա եղել, ինչ եք ուզում, ինչ եք տվել, չեք կարում առնեք, դուք նույն սխալն եք կրկնում, էկրանից են կողմ գրառում անել է, էկրանից են կողմ Այլոց սա զգուշացում բոլոր նրանց, ովքեր նիկոլական են, տաշիրական են, քոչարյանական են, սերժական են կամ ինչական են, ինձ հետաքրքիր չի, բայց հենց նեղն են ընկնում, գալիս են Վարդան Ղուկասյանի անունը տալով ուզում են ինչ-որ բան փոխեն։ Վարդան Ղուկասյանի բոլոր աջակիցներին շատ լավ գիտեմ։ Դուք ինչ չեք կարող խաբեք։ Ու սրանից հետո էս լինի 10 էս մեկին հաջորդիվ մի հատ լիրբ կար, եկել էր ասում էր, ես Վարդան Ղուկասյանի համար մեռնում եմ, բայց նիկոլականներ էլի, սաղ տեղերը ընդդիմադիրներին ինչ ասես ասել էր կոմենտներում, չինքնահաստատվեք, բոլորիդ կհանեմ ջրերես, բոլորիդ կանեմ խառ ու խայտարակ, էդի քիչա կուղարկեմ Վարդան Ղուկասյանին, որ իրա անունը տալիս եք, պատեհ, անպատեհ, ումը ոնց երբ ձեռատալի Վարդան Ղուկասյանի անունը տալիս, հասկացաք, էս միակ ու վերջին նախազգուշացումը, եթե չեք ուզում ընկնեք Վարդան Ղուկասյանի տելեգրամ կանալ իր անունը անկապ տեղը տալու համար, ուրեմն էլ ինձ ոչ մեկը չասեք, որ դուք Վարդան Ղուկասյանի աջակիցն եք, գիտեմ բոլորին, ես բոլորին գիտեմ, բոլորին Էլ եմ բախվանման մարդկանց կռու Ես տաշիրական չեմ, խնդրում եմ Արսինեին դիմեք են, էրատոյի էքին Ես էլ տաշիրական չեմ, քուրիկ ջան, ես ստոգի կողմից եմ, հիմա հարցը այն ա, որ ինքը ասում ա, ինձ մենակ դոգը կարա օգնի, ինձ մենակ են թողեք առաջի, այդ Կարեն ազգանունը չեմ անեմ, Արայանը կարոչի, որ բան են արել, նենց են արել, որ կնգավորով բան ա խոսացել, յանի մանա բոլեյնը փող ա տալի,
ոնց որ եկել են այտենց վիդեո են հանել, մի լոմկա է ասма, ուզում եմ դոգի կողմից կամ սրանք ինձ մենակ են թողե, բան են արել, են կարոչի բռնություն են գործադրել, ստիպել են, որ սենց խոսա, բան անի, կարոչի, ինքն էլ ընես վատ տղա չի, էլի, ասենք սրդով տղա է, պրոստը են, որ ասում է խմբակն է մոլորված վիճակա մոտը։ Okay, ես իմացա այդ պատմությունը, բայց դոգը тут причем ինքը եթե տաշիրականներին է օգնել, թո տաշիրականներն էլ օգնեն, բալանեք այդ Արսինեի հետ կապնվեք, լավ էլ 2 մետրանոց լեզու ունի, կարա օգնի։ Ես քեզ հասկանում եմ դու ինչ ես ասում, քուրիկ ջան, բայց Իան այդ ձևի ու Իան ուրիշ ձև պետքա դարձի բերես, հիմա մի քիչ կրեատիվ պետքա մտածել էլի, ասենք ոչ թե էմոցիայով, այսինքն ես էլ եմ բախվանման մարդկանց կռուբավատ չեմ անում էլի, եմ բախ որ նոր եկել է, Ապեր չեմ պատրաստվում ոչ մեկին դարձի բերեմ, տղայա թո հարցերը լուծի, ես պտի լուծեմ իրա հարցերը։ Գիտես հետաքրքիրը որնա, միչև վրեկներով անցնելը դոգին չեն հիշում, դոգին չեն ընտրում, հենց վրեկներով անցնում են, դա առելա սպասացելնի կռուկ խեղճ դոգնել, էլ բան ու գործ չունի, սաղ ընգացներին պտի ձեր մեկնի, բայց ինքը որ ընգավ ոչ մեկ ձեր չմեկնեց։ հասկանում եմ Լիան լրիվ հինգի